Ողջույն, այսօր ես ձեզ կպատմեմ Մինաս Ավետիսյանի մասին։ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի Ջաջուր գյուղում, այժմ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում։ Մինաս Ավետիսյանը 1947-ից 1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952-ից 1954 թվականներին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960 թվականին ավարտել է քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է, ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնությունը։ Մինաս Ավետիսյանի հայտնի նկարներից են «Տարվա եղանակները», «Իմ ծնողները», «Հանդիպում», «Հորս դիմանկարը», «Շեմին» և այլ գործեր։ Մինաս Ավետիսյանը ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող «Տեր Զորի ճանապարհին», «Գաղթ», հայկական գյուղաշխարհը պատկերող «Ջուլհակուհիները», «Տերևներ հավաքողները», «Ջաջուր», «Հաց են թխում», «Խնոցի են հարում» և այլ կտավներ։ Ավետիսյանը շարունակել է իր ստեղծագործաբար զարգացնել և նաև հայ մանրանկարչության ավանդները։ Հայտնի է Երևանում, Գյումրիում, Վարդնամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները։ 1962 թվականին Երևանի օպերա և բալետի թատրոնում ձևավորվել է մի շարք բալետներ։ Բեմանկարչության ինքնատիպ սկզբունքը զարգացել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումները։ 1972 թվականին հրդեհվել է նրա արհեստանոցը, այրվել է 100-ից ավելի նկար։ Մի քանի կտավ ոչնչացվել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով։ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծված նրա որմնանկարները, որոնք 2008 թվականից տեղափոխվել են Ջաջուր նկարչի տուն-թանգարան, հիմնադրվել է 1982 թվականին։ Մինաս Ավետիսյանը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ այսօրս պարզված չեն։ Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում։ 1977 թվականին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը։